Գործընկերներ, Պարոն Վարդուհյան, թեև ձեր գրառումը տեսել ենք, այո, փոքր մանրամասներ։ Սիրով ես մի քանի մանրամասներ ներկայացնեմ։ Առաջինը 2025 թվականի նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում մեր կողմից թե քննչականին, թե դատախազությանը, թե իրավասու այլ մարմիններին ներկայացվել են 10-ից ավելի միջնորդություններ։ Դրանցից յուրաքանչյուրը իր ազդեցությունը ունենում է իրավաչափության պայմանների վրա։ Վերջին ասուլիսներից մեկի ընթացքում գործընկերների հետ միասին բոլորին տեղեկացրել էինք, որ քննիչը մեր կողմից ներկայացված միջնորդությունները, որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարմանը, խոչընդոտելու իբրև ռիսկի նվազմանը, որակում էր այն անհիմն միջնորդություն եւ մերժում էր։ Այդ ամենը չէր կարող իրավական հետևանք չունենալ։ Մեր կողմից հետևյալ գործողությունը կատարվեց։ Այս ժամանակահատվածում բոլոր հիմքերը, հիմնավորումները, ինչպես նաև այլ բնույթի խնդիրները, որոնք մենք արձանագրել էինք, որոնք ազդեցություն են ունենում իրավաչափության պայմանների վրա, կուտակել էինք եւ ներկայացրել էինք որպես նոր ի հայտ եկած փաստարկի հիմքով միջնորդություն դատարանին։ Դա քրեական դատավարության օրենսգրքի 289 հոդվածով նախատեսված կարգավորումն է։ Դատարանը քննության առնելով մեր միջնորդությունը որոշեց այն բավարարել մասնակի կիրառելով տնային կալանք եւ գրավ։ Ինչն եմ ուզում հատուկ նշել, Սահմանադրական դատարանը այդ ճշմարտությունը վերջերս եւս նշել է, տնային կալանքը նույնն է ինչ կալանք։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում, քանի որ ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում եւ վստահ եղեք տնային կալանքը եւս ծանր խափանման միջոց է։ Ազատությունը սահմանափակող։ Կներեք մեկ հանգամանք էլ նշեմ։ Ժամը 19:30-ի 19:45-ի սահմաններում դատարանը որոշում կայացրեց կիրառելու նշված խափանման միջոցները։ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանը չի գտնվում տնային կալանքի պայմաններում։ Դատարանը ուղիղ արձանագրել էր, որ կալանքը վերացվում է անհապաղ։ Դա իրենից ենթադրում է նիստերի դահլիճից ազատ արձակում տեղափոխում տնային կալանքի ռեժիմ։ Դա 19:45 կամ 50-ի սահմաններում է։ Եվ այս պայմաններում մենք տեսնում ենք այս իրավիճակը։ Ինչևէ, եթե մենք համեմատում ենք, որ խոսքը գնում է 6 ամսից ավելի, շուրջ 195 օր ամենաինտենսիվ պայմաններում խափանման միջոց կալանքի մասին, իսկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների մասին, մի առանձին ասուլիսով անդրադարձ կկատարենք, որովհետև ի վերջո կարծում եմ ժամանակն է, որ դրա մասին շատ ավելի մանրամասն ներկայացվի։ Մեկ հանգամանք էլ նշեմ եւ կպատասխանեմ ձեր հարցերին, պարզապես խնդրելու եմ կարճ անդրադառնանք հարցերին։ Տեսեք, հաշվի առնելով, որ այսօր դեկտեմբերի 30-ն է, մեր հայրենակիցներից շատերը զբաղված են իրենց համար չափազանց կարևոր, քանի որ մենք բոլորս էլ հայեր ենք, իսկապես ամանորի նախաշեմը չափազանց կարևոր է։ Այդ իսկ պատճառով, քանի որ մենք գիտեինք, որ նույնիսկ մեկ գրառում եթե կատարեինք դատական նիստի վերաբերյալ, մեր հայրենակիցների, մեր աջակիցների, հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունը լինելու էր դատական նիստերի դահլիճի առջև։ Մենք իսկապես ելնելով Սամվել Կարապետյանի հստակ դիրքորոշումից զերծ ենք մնացել դրանից, քանի որ չէինք ցանկանում, որ դեկտեմբերի 30-ը, ինչքան էլ կարևոր է, չափազանց կարևոր է ամեն մի անձի ներկայությունը դատական նիստերի, այսպես ասած, դահլիճում գտնվելու պայմաններում, երբ իմանում ես, որ մեր հայրենակիցները դատարանի առջև են, բայց բոլոր դեպքերում զերծ մնացինք այդ իրազեկումից, իհարկե գիտակցելով, որ հնարավորություն կունենանք մանրամասն բոլոր հարցերին պատասխանել։ Հիմա լսում եմ ձեզ։ Տնային կալանքը այս որոշումը ինչ է ենթադրում, արդյոք հաղորդակցության ամբողջական հետարքիր հարց եք տալիս, սահմանափակումները հաղորդակցման ինտենսիվ կերպով կիրառված են, կրկին բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու եւ ըստ էության նաեւ կարծես խոսքի ազատության սահմանափակում է նախատեսված, որի վերաբերյալ առանձին անդրադարձ կկատարենք։ Ես ակնհայտորեն եմ ասում, այստեղ որոշումը ամբողջությամբ պարզապես չենք ստացել, քաղվածքով ենք ստացել, դրան ծանոթանալուն պես լրացուցիչ դիրքորոշում կարտահայտենք, այդ թվում վերաքննության կարգով բողոքարկման վերաբերյալ։ ցանցային ակտիվություն գրառումներ, թե
Ըստ էության կարող է նաև դրան վերաբերել, դրա համար կցանկանամ դատարանի որոշմանը ծանոթանալ նոր ամբողջականացել, շատ պարզ ուզում եմ ձեզ բացահայտել, մեր պատկերացրած խափանման միջոցը առկա այն տվյալների, որոնք մենք ստացել էինք այս ժամանակահատվածում, պետք է լիներ պարզապես կալանքի վերացումը։ Իդեպ հենց մեր խնդրամասն էլ այդպիսինն է։ Առաջնային կալանքի ընդհանրապես վերացում։ Մի հարցեր իսկ հիմա ինչ են ասում այստեղ, արդյոք գրավի հավաստնող Ոչ, դա չի հարցը, պարզապես այսպես մի հասկացություն կա, կոչվում է ազատական։ Ցանկացած մեր հայրենակիցով, որ կալանավորումով անցել է, գիտի այդ եզրույթի մասին, ազատականն են լրացնում այն պայմաններում, երբ դատական նիստերի դալիճից ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ ազատական չի լրացվում ԿԿՀ-ում։ Բայց սա է իրավիճակը։ Իդեպ այս նախաձեռնությամբ, որ անպայման պետք է ուղեկցեն դեպի քրեակատարողական հիմնարկ, փաստացի հանդես եկավ քննչական խմբի ղեկավարը։ Մեղադրող կողմը որոշել է բողոքարկել, կարծես թե, եւ գրավի չափի մասին ինչ կարող եք ասել, որքանով էր օրինաչափ շեմը, որը սահմանվել է։ Գրավի հետ կապված չափը իմ կարծիքով դա գրավի բացակայությունն է Սամվել Կարապետյանի դեպքում։ Մենք խոսում ենք այնպիսի ճանաչում ունեցող անձի մասին, որի պայմաններում իր հեղինակությունը, իր անցած ճանապարհը առավել քան բավարար է ցանկացած ռիսկ զսպելու համար։ Ներողություն եմ խնդրում, զանգ է կարծես գալիս, ես պատասխանեմ, այնուհետև կվերադառնամ։ Ներողություն եմ խնդրում, մի հատ պատասխանեմ։